Գևորգ Կարապետյան։ Մնացածներ են ուզում խոսել։ Ես ուզում եի ասել, որ Հայաստանում ոչ ոք չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանություն չպետք է։ 3 րոպե։ Նա արդեն դատապարտյալ է եւ նրա դատական գործինել չի կարող կոչվել դատապարտյալ անկախ նրանից Երեք ներկայում եղել է իրադարձությունների Պապան Փաշինյան, մի վարքյան թող ավարտի դուք կարծեկանքները։ Վարուժան Ավետիսյանի դատական գործում չկա սպանության գործ եւ դուք ինքներդ ՊՊՑ գնդի կողքին եկել լուսաբանել եք քաղաքական դիվիդենտներ եք տարել եւ 2018 թվականին այո դիակներ են Վարուժան Ավետիսյանը ընդհանրապես աստածը Բաղդասարյան, դուք ձեռք եք բարձրացրել։ Մի վարքյան ներողություն, տեխնիկական բան պետք է բարձրացնենք։ Հարգելի պարոն Բաղդասարյան, դուք ձեռք եք բարձրացրել, մենք տեսել ենք։ Եվ դուք լսեցիք, որ այս խոսքը տվեցիք Գևորգ Կարապետյանին։ Թույլ չտանք մարդը ավարտի իր խոսքը։ Ներողություն իմ ասել է դրա մեջ չէ, իմ ասել եմ բազարնա որ հիմա գնում է։ Դուք գնահատական մի տվեք մյուսների մտքերին, պարոն Բաղդասարյան։ Իրավունքը։ Չեմ կարող այս երկրականն բազար լսել։ Վերջ թվականին, որ դուք հանցավոր ռեժիմի դեմ, այսպես ձեր բառերով ճակերտների մեջ հեղափոխություն էիք անում, արդյունքում ստացվեց, որ ռեժիմի դեմ պայքարածները 18-ից հետո հայտնվեցին բանտում, իսկ ռեժիմը հայտնվեց խորհրդարանում։ Բանտում հայտնվել են մարդ սպանածները։ Դուք ինքներդ եք տարել Կարապետյան ֆոնի վրա։ Բանտում հայտնվել են մարդ սպանածները։ Պարոն Կարապետյան, հարցազրույցները մի Պարոն Կարապետյան, մենք անդադ պարոն Կարապետյան չենք գոռելու։ Պարզապես ձայնը կանջատենք։ Խնդրեմ։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը պատրեց իր դիմակը առաջ